Այս է ամբողջ պատմությունը վար։ Աստորեն դուք սպանել եք Մրդոյին, հետո դիակը թաքցրել եք։ Հա։ Ինչի համար։ Ինչի համար եք սպանել միակ վկային ու ցուցմունքի հիման վրա կարելի էր բեկին կալանավորել, ձեզ էլ արդարացնել։ Դե հիմա տենց է ստացվել։ Այդ ինչ պատասխանա, որ դու տալիս ես։ Դու հո 2 տարի նստել ես։ Գիտես այդ կյանքը ներսից, գիտես այդ վտանգավոր մարդկանց։ Ու չես հաշվարկել են վտանգները, որ ձեզ սпасելու է։ Չէ, մի րոպե, դու գորին անիմաստ ես մեղադրում, որովհետև այդ որոշումը իր բոլորի կողմից է կայացվել։ Նախ ես քեզ հարց չտվեցի։ Դե ինձ հարց չես տալիս, բայց ես եմ պատասխանում ու դա է իրականությունը։ Իրականությունն է նա, որ դուք անելանելի վիճակում եք։ Հասկանում եք 3 մարդու կյանք եք խլել։ Եթե դուք ձեր գործը լավ անեիք, մենք ստիպված չէինք լինի մարդ խփեինք։ Ոնց դու հիմա ինձ ես մեղադրում։ Ես եմ ձեզ դրթել ծանր հանցագործության։ Խոսքը կոնկրետ մարդու մասին չի, բայց Մրդոն խոստովանել է ամեն ինչ, իսկ բեկը ազատության մեջ է, այդ ինչ-որ մի բան նշանակում է, չէ՞։ Օրենքը այդպես չի աշխատում, գոր։ Բերեիք այդ Մրդոյին ինձ հանձնեիք, բեկը հիմա կալանավորված կլիներ։ Լավ, հիմա վարոժ անկապ գորգորալը փոխրեն, ասեմ եք ինչ տարբերակներ ունենք։ Չկա տարբերակ, դավ, չկա։ Դուք բոլորդ ի վերջո հայտնվելու եք մեղադրյալի աթոռին, եթե իհարկե մինչև այդ բեկը ձեզ չհասավ։ Լավ, հիմա այս սպանությունների հետ Արամը, Դավոն ու Սևակը կապ չունեն։ Կարանք գոնե նենց անենք թեմայից դուրս գան։ Սևակը քո հետ ա եղել տաքսու մեջ, հիվանդանոցի դիմաց։ Տաքսիստն էլ կազմել է ձեր ֆոտոռոբոտը։ Տղեկ, եթե ուզում եք ես ձեզ օգնեմ, սրանից հետո ինձ չխաբեք։ Ու խնդրում եմ մի բարդացրեք առանց այդ էլ բարդ վիճակը։ Ինչ հարց է քեզ հետաքրքրում, ասա։ Դու, Համոն ու Արամը իմացել եք այդ սպանությունների մասին կամ ինչ որ ձևով մասնակցել եք։ Հա, իմացել ենք։ Բայց չեն մասնակցել։ Այդ ճիշտ եմ ասում։ Լավ, ես կփորձեմ ձեզ օգնեմ, չնայած շատ բարդ է լինելու դա անելը։ Բայց փոխարենը դու, Համոն ու Արամը գալիս եք ոստիկանություն ու ցուցմունք եք գրում ձեր ընկերների դեմ։ Ինչ ես ասում, վար։ Այն ինչ լսեցիր։ Այսինքն դու ուզում ես մեր ձեռքով տանես տղեկին նստացնես։ Տղերքը սենց տենես նստելու են, իսկ սենց գոնե տարբերակա, որ դուք կփրկվեք։ Չէ, լուծում չի, մի հատ ուրիշ բան ասա։ Այդ միակ լուծումն է, Դավիթ։ Լավ է, չեմ հասկանում, դու ո՞նց էիր պատկերացնում, հա։ 3 մարդու կյանք եք խլել, որից 2-ը ընդհանրապես կապ չեն ունեցել Նանայի սպանության հետ։ Էլ չեմ ասում, որ համարյա անհնար է լինելու ապացուցել Մրդոյի խոստովանությունը։ Լավ, Արամը, Դավոն, մեկ էլ Համոն քրեական պատասխանատվությունից կխուսափեն, եթե մենք անենք նենց ոնց որ դու ես ասում։ Ես չգիտեմ, եթե Չէ, մի րոպե, այս հարցը չեն քննարկում էլ, գոր։ Դու մեր փոխարեն չես գնալու նստես։ Դավո ջան, եթե դու եկար հետս հավասար նստեցի դրանց բան կփոխվի։ Չէ, ոչ մի բան չի փոխվի, ախպերս, բայց ես չեմ կարա տենց ապրեմ։ դուք բերել եք ամեն ինչ հասցրել եք մի կետի, որից հետո անդունդա։ Ես չգիտեմ, գնացեք, մտածեք, ինչ եք որոշում, ինձ տեղյակ պահեք, բայց այդ ամեն ինչը արագ արեք։ Լավ։ Կարամ Դավիթի հետ առանձին խոսեմ։ Դա ախպերս, եթե ուզում եք գոնե 3-ով փրկվեք, պիտի գաք ու ինքնակամ գրեք այդ ցուցմունքը։ Իսկ դրանից հետո եթե ընկերներդ ինքնակամ չհանձնվեցին, ձեր հետևից իսկական որսա սկսելու։ Հավատա փախոստը լուծում չի, չեք կարենալու, չի ստացվելու։ Ուրիշ բան առաջարկի վար։ Ուրիշ տարբերակ չկա։ Ու այդ պետքա շատ շուտ անել, քանի դեռ ձեր հետևից հետախուզում չի հայտարարվել։ Լավ, ենթադրենք ինչ որ հրաշքով թորգոմը կարացավ ձեզ Ազատի բեկի ձեռքերից, բայց ձեզ ոստիկանությունը կհայտնաբերի։ Ու այդ դեպքում 3-իդ փոխարեն բոլորդ եք գնալու նստեք։ Դավ դու ընտանիքում ես, կարիերա, հեռանկար, ինչի ես այդ ամեն ինչը վտանգում։ Իսկ դու ո՞նց ես մտածում։ Մեծ սխալ ես գործում, դա մեծ։ Չեմ կարող որ ես կներես։ Իրոք կներես։ Լավ, իսկ ծնողներիդ դեմ։ Ախպերական կլինի։ Կտաս հեռախոսը զանգեմ Սյուզիին։ Չմոռանաս որոշմանդ մասին ասես։ Վարուժ, նորություն ունես Դավիթից։ Ես եմ Սյուզ։ Դավիթ,
Դավիթ, ո՞նց ես, նորմալ է, ամեն ինչ ուր ես։ Հա, իմ հետ ամեն ինչ նորմալ է, բայց մինչև շարունակել է լսի, սրա մասին պետք է ոչ մեկ չիմանա, թե չի Վարուժը լուրջ խնդիրներ կունենա, եղավ։ Հա, հասկանում եմ, ես ոչ մեկին չեմ ասի։ Դավիթ, խնդրում եմ, ասա, որ դու այդ սպանությունների հետ կապ չունես։ Աստված իմ։ Եկ ուրիշ տարբերակ չունենք սյուս։ Ու հիմա ինչ ա լինելու։ Չգիտեմ, ամեն ինչ շատ խառն է։ Ես ինձ մեղավոր եմ զգում, որ կողքիդ չեմ։ Չէ, դու ոչ մի բանում մեղավոր չես։ Գիտես ինչ էի մտածում, եթե անգրես դու լիներ Նանեի փոխարեն։ Դավիթ, ես ուզում եմ քեզ տեսնել։ Այդ իմ անհնար է սյուս։ Ու լսի, թող հիմա բոլորը մտածեն, որ մենք բաժանվում ենք, եղավ։ Ինչի համար։ Քո անվտանգության։ Չէ, Դավիթ, ես քեզ մի անգամ թողեցի ու տես թե ինչի դա բերեց։ Լսի, ես չեմ կարող իմ անվտանգության մասին մտածեմ, երբ որ դու վտանգի մեջ կարաս լինես։ Սյուս խնդրում եմ։ Լավ կանեմ։ Ապրե շատ։ Ես հետո էլի կզանգեմ, հա։ Չէ, մի րոպե, խնդրում եմ, մի անջատի։ Դավիթ, արի մի քիչ խոսենք, հա։ Լավ։ Ի տարբերություն քո ընկերների, դու քո սեփական մաշկի վրա ես զգացել այդ կյանքի մութ ու այլանդակ կողմերը։ Ու ինձնից լավ ես հասկանում, որ այդ նրանց համար չի։ Համոզի Դավիթին, որ ձեր հանձնվելը միակ լուծումն է։ Չի համաձայնվի։ Ես էլ չի համաձայնվի։ Չես հասկանում, ձեզ բոլորիդ կսպանեն։ Հասկանում եմ։ Ու եթե տղեկի փրկության գինի իմ կյանքն ես կզոհեմ։ Բայց ես էլ դու գիտեն, որ բեկը չի հանգստանա, մինչև բոլորից չսպանում։ Մենք կլինենք բերդում, թե ազատության մեջ։ Ես կապահովեմ ձեր անվտանգությունը։ Չես կարա։ Ես բերդում եղել եմ։ Այնտեղ շատ բան ուրիշ ձև։ Ու հասկանում եմ, որ վաղ թե ուշ իր ձեռները մեզ կհասնեն։ Կոր ես խոստանում եմ ձեզ կպաշտպանեմ։ Եթե անեք նենց, ոնց որ ես եմ ասում։ Ուր եք գնում, եկեք տանեմ։ Չէ, կարիք չկա, մենք գնանք։ Լավ։ Դուք 2 օր ժամանակ ունեք։ Դրանից հետո ոստիկանությունը հետախուզում կհայտարարի։ Ու ես էլ ոչ մի բանով չեմ կարող ձեզ օգնել։ Բեկի վրա կատարված մահափորձի Ջանոյի ու Թիկնապայի սպանության գործին ես ծանոթ եմ։ Իմ բաժինն է դրանով զբաղվում, բայց Վարդան այդ հարցով ես քեզ ոչինչով չեմ կարող օգնել։ Ես գիտեմ, որ դու օրենքի մարդ ես ու չեմ եկել քեզանից օգնություն խնդրելու։ Ուղղակի խորհուրդ տուր ինձ, ոնց փրկեմ տղեկին։ Քո տղերքը 3 մարդու կյանք են խլել։ Դու գիտես, որ ես անիմաստ բաների հետևից չեմ ընկնում։ Եթե եկել եմ, ուրեմն հասկացել եմ, որ ուրիշ ճանապարհ չկա։ Վարդան, ես արդեն ասեցի, քո տղերքը 3 մարդ են սպանել։ Նանեի հարսանիքից հետո Նանեին առևանգում են։ Բռնաբարում, սպանում։ Ինչ կանեինք մենք տղեկի փոխարեն այս իրավիճակում։ Եթե հանցագործը մեղավորը չի պատժվում, ինչ կանեինք Վազգեն։ Օրենքը տենց չի աշխատում։ Օրենքը չէ։ Իսկ խիղճդ քեզ ինչ է ասում։ Խիղճս շատ բան է ասում, բայց դա որոշ չի։ Ես ու դու Վարդան, մենք լրիվ ուրիշ ճանապարհ ենք անցել։ Մենք կողքի կռվել ենք խրամատում ու օրենք չի եղել։ Մեր գլխի վերևում մենակ խիղճ է եղել։ Իսկ հիմա ժամանակները փոխվել են։ Ես այդ գիտեմ, բայց այդ օրենքը չգիտես ինչի բեկի նման տականքներին շրջանցում է։ Քանի մարդ են սպանել, ինչքան են սպանել ու ինչ պատասխանատվության ենթարկվել են, հա։ Համաձայն եմ, դատական համակարգը կատարյալ չի։ Բայց այդ չի նշանակում, որ պիտի թույլ տանք մարդիկ սկսեն իրար սպանել։ Դա քաոսի կվերածվի։ Նանեի փոխարեն կարող է լիներ քո աղջիկը, իմ զարմուհին։
Ես մտածել եմ այդ մասին։ Այս վիճակում միակ լուծումը ես տեսնում եմ, որ տղերքը մեղայականով կան հանձնում են ոստիկանություն։ Հետո դրանից հետո ինչ։ Անաչառ ու համակողմանի քննություն ու եթե հաջողվի բեկի մեղավորությունը ապացուցել, այդ դեպքում տղերքի պատժաչափը կմեղմացվի։ Իսկ եթե ձեզ չհաջողվեց ապացուցել, նրանք կարող են այս երկրի համար արժանավոր քաղաքացիներ լինեն։ Բայց հիմա իրանք իրանց կյանքի կեսը բանտում են անցկացնում, որովհետև մենք զլացել ենք ժամանակին հանցագործին բռնել։ Որդան, հարցը պատժաչափը չի։ Հարցը նրանում է, որ բեկն ու իր կիլերները եթե տղերքին բռնեն կսպանեն, ու ես չեմ կարողանա նրանց ոչինչով օգնեմ։ Եթե հնարավորություն կա կապվի տղերքի հետ, բացատրի իրավիճակի լրջությունը։ Կփորձեմ, եթե կապի դուրս գամ։ Ես քեզ լավ եմ ճանաչում։ Դու արդարության սուր զգացում ես, Վարդան։ Խնդրում եմ, օրենքը չխախտես։ Դրանը ոչ տղերքին կօգնես, ոչ էլ քեզ։ Շնորհակալ եմ, որ լսեցիր։ Թորգոմ, բեկը ուշանում է, կսպասենք։ Կներեք, որ ուշացա։ Ուշանալուց պատճառը հարգանքի բացակայությունը չի։ Պրոստը մինչև վերջ չեմ դզվել։ Դժվար եմ քայլում։ Հասկացա, նստի։ Սաղաթել կուրսի եք, թե ինչի ենք հավաքվել։ Ջանուն մեզանից մեկն էր, ում սպանել են։ Հիմա մենք պիտի հասկանանք, թե ինչ պայմաններում, ինչ սիտուացիայում, ինչ ձևով պիտի սատկացնենք այդ լակոտներին, որ արել են են, ինչ դրա իրավունքը չեն ունեցել։ Ես առաջարկում։ Սպասի մի րոպե, Շավո։ Դու խոսակցությունը թարս կողմից ես սկսել։ Մեկ գիտենք, թե ովքեր են սպանել Ջանուին։ Բայց այդ սպանությունը հետևանքա նրա ինչ արել է բեկը։ Իսկ այդ ինչ է արել բեկը։ Ես դեռ չեմ վերջացրել, կխոսաս երբ կասեմ։ Անենց աստասվել, որ ես ճանաչում եմ տղեկից մեկին, ով զենքը ձեռքին գնացել է բեկի վրա, բայց արդյունքում Գյուլեն Ջանոյին է կպել։ Իսկ պատճառը ջահել աղջկա սպանությունն է։ Ու ըստ Մրդոյի խոսքերի, այդ աղջկան գողացել, բռնաբարել ու սպանել է բեկը։ Հիմա կարամ խոսամ։ Խոսա։ Շնորհակալություն։ Ամենայն հարգանքից ելնելով, բայց Թորգոմն ինձ հիմա դեմատալի բաներ, որի հետ ես կապ չունեմ։ Մենթերն այս թեմայով ինձ ոտից գլուխ ստուգել են, ու ոչ մի բան չեն գտել։ Ինչ վերաբերվում է Մրդոյին, ես տեսել եմ, որ իր դիակը գտել են տանջած աղել։ Հետևաբար իրան ստիպել են, որ անունը ստա։ Տվել է ու շատ կոնկրետ։ Իսկ ապացույցներ կան։ Կասկածում ես իմ խոսքերին, Ռաֆ։ Չէ, չեմ կասկածում։ Ուղղակի եթե մրդուն քեզ պրիզատ եկածելներ, այս հավաքի իմաստն էլ չէր լինի։ Բայց մենք չենք ճանաչում այդ մարդկանց։ Իրանք դաժե մեր աշխարհից չեն։ Ես համաձայն եմ Ռաֆի հետ։
Մենք չենք կարա մեռած մարդու խոսքը մեզ ասլավանի վեկ անենք։ Նամանավանդ, որ այդ խոսքը մեզ չերեզներով է ասել։ Իսկ եթե մրդոն ճիշտ է ասել, Ու պիտի տարեք, ու ես իմ ձեռով բեկի գլխից կթողեմ։ Ներով բեք։ Բայց մի մարդ, որ աղջիկա գողանում, բռնաբարում ու սպանում, չի կարա մեր այդ նույն սեղանի շուրջը նստի։ Ես քո ասածները ընդունում եմ։ Բայց իմ դեմ բացի ջահելների խոսքից ուրիշ ոչ մի բան չկա։ Դրանք կարային մրդոյին կենթանի թողեն, որ գարստեղ ու իրա խոսքերը հաստատեր։ Բայց մրդոն մեռած է։ Ու այդ լիքը հարցեր է առաջացնում։ Թորգոն, դու կյանքի տղա ես ու քեզ բոլորս սարգում ենք, բայց այս սիտուացիայում բեկի դեմ ոչ մի բան չկա։ այս հարցում հիմնավոր կասկածը արդեն թեմայը։ Եղել են դեպքեր, որ մենք չնչին բաների համար ենք նակազատ արել մարդկանց։ Բայց մի սիտուացիան ուրիշ է։ Ջանան մեր մի մասնիկն էր։ Իսկ այդ մահավանդատը վճռա։ Չնայած ոչ մի հիմք չկա, որ բեկը բռնաբարել ու սպանել այդ աղջկան, մենք հիմա չենք կարա Թորգոմի խոսքը անտեսենք։ Ես առաջարկում եմ այս հարցը բաց թողենք, մինչև իտոգի գնանք։ Բայց այդ ջահելները, որոնք Ջանանին սպանել են, պետք է պատասխան տան իրանց կյանքով։ Էդ է մեր օրենքը։ Ես համաձայն եմ։ Ես էլ։ Հա։ Այսօր ստեղ խախտվեցին են պրինցիպները, որոնցով մենք ապրել ենք այսքան ժամանակ։ Այսօր դուք կանգնեցիք մի մարդու կողքին, որ ստեղ նստելու իրավունք չունի։ Իսկ ինչ վերաբերում է տղերքին, ում որոշել եք սպանել, այդ հարցում ես ասելիք ունեմ։ Դու իրավունք չունես Արամի ու Համոյի փոխարեն որոշում կայացնես։ Ես իմ փոխարենն եմ մենակ որոշում կայացնել։ Հա, ու այդ սխալ է։ Դու ինչ ես ուզում աղբերես, որ գնաք ձեր կյանքի լավագույն տարիները բերտում անցկացնեք։ Թե քեզ թվում է, որ բեկի ձեռքերը ձեզ բանտում չի հասնելու։ Դու հիմա խոսում ես ապագայի մասին։ Իսկ մեզ պետք է ներկայի հարցերը լուծել։ Բայց ոչ ձեր կյանքի անազատության հաշվին աղբերես։ Լավ դու։ Հələ մի հատ սպասելի, դու այդ օրը Մոսկով ես եղել ու քո դեմքը ոչ մեկ չի տեսել։ Հա։ Յանե կարամ գնամ ասեմ այդ իրեքից մեկը ես եմ եղել։ Արս չեմ հասկանում, դու տան շատ ես ուզում գնաս Բերտ։ Չէ, աղբերս, բնական է որ չէ, բայց ես հիմա քեզ ցույց եմ տալիս այն դիլեմա, որի առաջ բոլորս կանգնած ենք։ Ու ես ոնց հասկանում եմ, լուծումը մեկն է, պետք է փախնենք բոլորով։ Արամը չի համաձայնվի։ Դե հիմա այդ Արամի որոշն է, պետք չի հանուն կապրիզների մեր կյանքը վտանգի տակ դնել։ Լավ, արի Թորգոմի խաբարին սպասենք, հետո վերջնական որոշումը կկայացնենք։ Գեղտոտ շակալ։ Մոռացել է, թե ոնց եմ փրկել Բենոյի ձեռից։ Այսօր իմ դեմը էլ է։ Շավոն ընդ բան չի որոշում։ Լրիվ անգլիական թագու դերում է։ Ընդ Ռաֆն առուլ է տանում։ Ուրեմն Ռաֆը սաղին առել է։ Տղեկը շատ քիչ ժամանակ ունեն։ Գիտեմ, քշի գնում ենք իրանց մոտ։ Մենք սա չենք պայմանավորվել Ռաֆ։ Իմ հարցը չփակվեց։ Դու տեղ թողեցիր, որ Թորգոմը վաղը միսօր այս թեմայով ինձանից սպրոս անի։ Թե ստրախովկա պահեցիր քո համար, որ երբ ուզես ինձ փորը տաս, հա? Դու ես այդ աղջկան բռնաբարել ու սպանել։ Ասեցի ես կապ չունեմ։ Սրանից հետո, որ ես ձեն ես բարձրացրել լեզուդ քոքից կկտրեմ, արա։ Ես թեկած ունեմ, թե ինչ ես արել դու ու ինչի համար։ Կարևորը, որ սաղը մտածեն, որ դու մաքուր ես, այդ դա իմ համար էականը, մնացածը էական չի։
Բայց Թորգոմը Թորգոմը ծեր ու վտանգավոր շուն է։ Ում առաջ պետք էր ոսկոր շպրտել, որ զբաղվի ու չխանգարի մեզ։ ես այդ ջահելներին պետք է սպանեմ։ Սաղին, այդ իմ պատվի արծնա։ Բայց Թորգոմն ասում էր, որ դրանց կեսը կապ չունեն հորը սպանության հետ։ Ու հիմա ես ինչ պետք է անեմ քո ջոգելով։ Ինձ քո դաբրոնա պետք գրավ։ Չէ, քեզ իմ դաբրոն պետք չի։ Ինչ անում ես արա, բայց մտածված արա։ Մտածված։ Որ համ գելերը կուշտ մնան, համ էլ ոչխարները սաղ։ Ու խելացի տղա ես, մի բան կմտածես, չէ՞։ Հավաքի ժամանակին չհաջողվեց համոզել մարդկանց, որ Բեկնան ամենին սպանել։ Ամեն ինչ ուրիշ կերպ կդասավորվեր, եթե դուք սպանած չլինեիք Ջանային։ Բայց կա այն ինչ կա։ Թորգոմին հաջողվել է տղերքին համոզի, որ իրեքով եք պլանավոր է Ջանոյի սպանությունը։ Իսկ մյուս իրեք հետ կապ չունեք ոչ սպանությունների, ոչ դրանք պլանավորելու հետ։ Բայց դե ոչ մի գարանտիա չկա, որ այդքանից հետո Բեկը չի ուզենա ձեզ սպանի։ Ու որն է հիմա ելքը։ Փախուստ կամ Դավոյի բարեկամի տարբերակը, որ գոնե 3 հետ նստեք, իսկ մնացածի վրից հելնի մեղադրանքները։ Ես հիմա չեմ կարա ձեզ պաշտպանեմ գոր։ Ինչ ժամանակ է պետք տղեկին համոզեմ, որ Բեկը մեղավոր է։ Բայց դուք այդ ժամանակը չունեք։ Առավոտ զորոն կգա ձեր պատասխանի հետևից։ Ու դրանից էլ ամեն ինչ կհասկանանք։ Տղերք, ես չեմ կարող համույի ու արամի համից խոսամ, բայց ես պատրաստ չեմ իմ ազատության դիմաց ձեզ զոհաբերեմ։ Ես էլ։ Տղեկու եթե միակ ելքը փախուստն է, ուրեմն իրար հետ ենք փախնում։ Իմաստ կա քեզ համոզելու։ Չէ, չկա։ Ես կմնամ ու իմ հետ ամեն ինչ նորմալ կլինի։ Ոչ մի բան էլ նորմալ չի, ինչ ես անելու մենակ դրանց դեմ։ Ոչ մի բան։ Ոչ Բեկը, ոչ ոստիկանությունը չեն կարող ապացուցեն, որ ես կապ ունեմ այդ սպանությունների հետ։ Բայց չգիտես։ Ախորպես տղեկ փակեք էլի թեման։ Դուք ավելի լավ ասեք ոնց են կապի մեջ լինելու, երբ որ գնացիք։ Իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մախուր առաջին իմ անուր իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիրտը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուր տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր քո պատկերը
անես կպահեմ օրերում անասած ու մոլոր տարիներ կսահեն կմեռնեն երազները բոլոր քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր Եվ տանջանք և բեղում և թախից սևորեր եզեր շատ կտեսնեմ քո անունը հավերժ կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ ախ և տանջանք և բեղում և թախից Սեորեր եզեր շատ կտեսնեմ Քո պատկերը անես կպահեմ Սուտ կյանքի և դառը մահուդեմ Տարիներ կսահեն Ախ մեռեն երազները բոլոր Քո անունը հավերժ կպահեմ Սուտ կյանքի և դառը մահուդեմ Տարիներ կսահեն Ախ կմեռնեն երազները բոլոր